Լռությունն ընդհատվում է միայն բժշկական սարքավորումների ռիթմիկ ձայներով ու վիրահատող բժշկի հանգիստ, բայց վստահ հրահանգներով։ Կատարվում է շագանակագեղձի լազերային վիրահատություն։ Վիրաբույժը Ֆրանսիայից ժամանած Մայքլ Բաբուջյանն է։ Վիրահատարանում կատարվող յուրաքանչյուր քայլին առցանց հետևում են էնդոուրոլոգիայի միջազգային կոնգրեսին մասնակցող մասնագետները։ Սա նշանակում է, որ կատարվում է կենդանի վիրահատություն, եւ վիրահատարանն ու լսարանը անմիջական երկխոսություն են վարում։ Վիրաբույժ Մայքլ Բաբուջյանը քայլ առ քայլ մեկնաբանում է իր գործողությունները։ Էկրանից այս կողմ գտնվող գործընկերները վիրահատության ընթացքում հարցեր են տալիս։ Bleeding doesn't come from the puncture itself, it comes from the torquing. Երևանում այսպես է մեկնարկել էնդոուրոլոգիայի միջազգային կոնգրեսը։ Այն մեկ հարկի տակ էր համախմբել առաջատար ուրոլոգների, վիրաբույժների, գիտնականների Հայաստանից, եվրոպական ու ասիական երկրներից, Միացյալ Նահանգներից։ Հայաստանում այսօր ներդրվում են բժշկական այնպիսի նորագույն մեթոդներ ու սարքավորումներ, որոնք ամբողջ աշխարհում եզակի հասանելիություն ունեն։ Այն ինչը որ մենք մտածում ենք շատ երկրների համար, ինչը որ ապագա է տեխնոլոգիաների առումով, ուզեմ ուրախությամբ ասել, որ ուրոլոգիայի ոլորտում մենք արդեն դա ունենք։ Եվ մենք հիմա ունենք Հայաստանի Հանրապետությունում այնպիսի գործիքներ, դա վստահաբար ասում եմ, որ ունենք այդպիսի գործիքներ, որոնք աշխարհում ունեն երկու երկիր։ Օրինակ ճկուն ուրետերոսկոպերի, այսինքն գործիքներ են, որոնք մենք կարողանում ենք միզային համակարգով նայել, երիկամի քարերը բուժել, կան նոր գործիքներ, որի միջոցով մենք կարողանում ենք եւ ջերմությունը չափել, եւ ճնշումը չափել երիկամի մեջ, եւ այդ գործիքը արդեն Հայաստանում հասանելի է։ Համաժողովի մասնակիցները քննարկել են էնդոսկոպիկ ուրոլոգիայի, միզաքարային հիվանդությունների բուժման, ուրոլոգիական ուռուցքաբանության, լազերային տեխնոլոգիաների եւ շագանակագեղձի հիվանդությունների բուժման ժամանակակից մոտեցումները։ Քեմբրիջի համալսարանական կլինիկայի էնդոուրոլոգիայի մասնագետ Լորան Դրագոսը լրագրողների հետ զրույցում նշում է, հայ մասնագետների հետ համագործակցությունն արդեն գործնական արդյունքներ են տալիս, նկատի ունենալով անցած տարվա բարդ վիրահատությունները։ Նա պատմեց, որ դեռ 1 տարի առաջ հայ գործընկերոջ հետ շագանակագեղձի լազերային առաջին վիրահատություններն են կատարել։ Վերջինս ուրախությամբ արձանագրվում է, որ այսօր այդ բարդ միջամտությունները հայկական բժշկական կենտրոններում արդեն սովորական են դարձել։ Մասնագետն ընդգծում է, հայկական բժշկությունն այսօր ունի զարգացման բոլոր անհրաժեշտ բաղադրիչները։ Հայաստանն ունի բոլոր նախադրյալները համաշխարհային բժշկական քարտեզի վրա իր հաստատուն տեղն ունենալու համար, մարդկային ռեսուրսներ, տեխնոլոգիական ձեռքբերումներ եւ լավ հիվանդանոցներ։ Սրանք այն բաղադրատոմսերն են, որոնք կարեւոր են, որպեսզի Հայաստանը լինի առնվազն ռեգիոնալ էնդոուրոլոգիական կենտրոն։ All the new devices are very costly. Biendo 2026 միջազգային էնդոուրոլոգիական կոնգրեսի կազմակերպիչները վստահեցնում են, որ իրենց նպատակը մեկն է՝ նպաստել միջազգային փորձի եւ ժամանակակից գիտելիքների փոխանակմանը Հայաստանում ու տարածաշրջանում ուրոլոգիայի հետագա զարգացմանը։ Արմինե Գևորգյան, Ռադիոլուր։